Այսօր աշխարհում հալածանքներ կան հանուն Քրիստոսի, թե ոչ։ Եթե այս հարցին մենք խորությամբ անդրադառնանք, տեսնենք, որ հալածանքներ միշտ էլ կան, հա։ Իհարկե, սուրբ նահատակների նման մեզ հանուն Քրիստոսի չեն գլխատում, չեն ջրի մեջ խեղդում, կրակի մեջ չեն այրում, բայց կան հալածանքներ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, եթե սուրբերը կրակի մեջ էին այրվում, ապա մենք պետք է դիմանանք բարկության կրակին։ Բարկությունը կրակ է։ Սուրբերը հաղթահարում էին կրակը աղոթքով, մենք էլ բարկությունը պետք է աղոթքով հաղթահարենք։ Ուզում ես նահատակության հասնել, ապա բարկությունը հաղթահարի։ Խոնարհվիր բարկության դեմ հեզություն։ Սուրբերը ջրի մեջ էին խեղդվում, մենք էլ ցանկասիրության ջուրն անում, ջուր է կոչվում ցանկասիրություն, գեջ ցանկություն է կոչվում, խեղդում ամես։ Ուզում ես նահատակներին հավասար ջրի մեջ խեղդվել, ցանկասիրությունը հեռացրու, մաքրիր մտքից, հոգուց, մարմից։ Սուրբերը հանուն Քրիստոսի, օրինակ շատ սուրբերի լեզուն կտրեցին, Շամունեի 7 որդիներից լեզուն կտրում էին։ Դու էլ քո լեզուն կտրիր, չարը խոսելուց, հա։ Սուրբերը չեն խոսում չարը, բայց լեզուն կտրում էին։ Մենք էլ մեր լեզուն պետք է փակենք, չարը չխոսենք։ Լեզուն ինչ է, չարը գազան է, որ դրված է բերանի խոռոչում։ Այդ բերանի խոռոչը բանտ է լեզվի համար, եւ երկու փական կա, ատամները եւ շրթունքները։ Այդ ատամներն ու շրթունքները այդ չար գազանին մեր լեզվին պահապաններ են կախված, կողպեքը դրված, որպեսզի դուրս չթռնի այդ գազանը։ Բայց ցավոք սրտի, այդ մեր լեզուն, այդ մեր գազանը, որ արգելափակված մեր բերանի խոռոչում, այդ կապանքներն քանդում է դուրս բարձնում։ Եվ Աստծո վախն է գալիս, որ զգուշ եղիր, որ լեզվով չմեղան չես, որտեղ որ լեզվով չի մեղանչում, կատարյալ մարդ է։ Ուրեմն հանուն Քրիստոսի հալածվել եւ երանության հասնել նշանակում է մեղքերի դեմ մահու չափ պայքարել եւ այդ պայքարում մեռնել, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, մեղքերի դեմ մահվան աստիճան պետք է պայքարենք։ Գիտես, երբ որ մարդը մեղքի դեմ պայքարում է մինչև մեռնելու աստիճան, տեսնում է, որ իզորու չէ իր ուժերով մեղքերը հաղթահարել եւ խոստովանում է իր ոչնչությունը։ Տեր ասում է, օգնիր ինձ, եւ Աստված օգնում է։ Մեռնում է մեղքերի դեմ պայքարում, բայց մեռնում է, պարտադիր պիտի մեռնես։ Քրիստոսով հարություն է առնում եւ հաղթում է մեղքերին։ Եթե դու մեղքերի դեմ պայքարում չմեռնես, հարություն չես առնում։ Իսկ մենք չենք ուզում մեռնել մեղքերի դեմ պայքարում։ Ոչ ապրում ենք, ոչ մեռնում ենք, կիսամեռ ենք։ Իբրև թե պայքարում ենք, բայց այդ պայքարում չենք մեռնում, հա, իբրև թե մեղք չենք գործում, բայց արդարել չենք։ Այսինքն ոչ մեռած ենք, ոչ կենդանի, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում։ Ավելի լավ է, առանց վախենալու, մինչև վերջ պայքարենք մեղքի դեմ, մեռնենք ու կենդանանանք Քրիստոսով։ Ամեն։